Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է, ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք, կառավարությունն էլ դարդու ցավ չունի, կիսում եք այս տեսակետը։ Մենակ պետություն անելիք ունի, ոչ թե գյուղացին, ոչ թե քաղաքացին, մենակ պետություն անելիք ունի, որը որ ժողովրդին գնահատ չի նայում вообще, չի գնահատում ժողովրդին։ Ինչ պիտի անեն, որ չեն անում ըստ ձեզ։ Ինչ պիտի անեն, если նոր գործի տեղեր բացեն, ես սաղ ժողովրդը պարապ նստած չեն աշխատում, գործ չկա, եղածը չի երիքում, այսինքն մարդիկ գնում աշխատում են օրական 5-6 հազար դրամով, էդի ոչ չի բանի պետք, բան չանում, չի նկատում ոչ մի դեղ։ Թանկացումները շատ է թանկացնում ամեն ինչ թանկա։ Լսի, ցավը տանեմ, տանը ով է պատասխանատուն, տղամարդն է, չէ պատասխանատու, եթե իր երեխան սոված է, փոքր, դու էլ մեծ ընտանիքի մարդ ես դու, ոնց որ մեր ժողովուրդն է, դու ես պատասխան, եթե դու քո վրա վստահ չեր, խի եկար, խի խաբեցի ժողովրդին։ Այդ ճիշտ տեսակետ է, ոնց է ասում, այդ ոնց կարելի։ Վատ կառավարիչի, վատ ղեկավարության 70 տարեկան մարդը ինչ կարա անի։ Ես հազիվ քայլում եմ։ Ինչ կարա անի։ Դու ինձ 60,000 թոշակ ես տալի, 10,000 պլյուս 10,000 դրամ։ Ես այդ 70,000-ով կոմունալներս, ես առևտուր չեմ, քարտով չեմ կարողանում անեմ։ Այդ դրանով ես ինչ անեմ, ասա։ 7 շունչ ենք, 3 հաշվանդամ ունենք տունը։ 80 տարեկան եմ, ես արդարություն չեմ տեսել ես, իմ կյանքի մեջ ոչ միտեղ արդարություն չեմ տեսել։ Առաջերտի ժողովուրդն է մեղավոր, որ իրան ընտրեց։ Նրան ոչ ճիշտ բան չունի, սա սուտ է խոսում։ Այսօրը տենց է խոսում, վաղը մի ուրիշ բան։ Իրան բերանը մի ճիշտ խոսք չկա։